այսօր պահանջներ ներկայացվեց ՄԱԿ-ի գրասենյակին, որպեսզի ուշադրություն սևեռվի Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների, գերիների ոտնահարված իրավունքների վրա եւ ընդհանուր այս հարցի հետ կապված, եւ սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ իշխանությունը քաղաքական որևէ հայտարարության տեսքով, թեկուզ նաեւ Facebook-յան գրառումների տեսքով, ինչա մեկ այլ հարցերով իրենք անում են, չեն անդրադառնում։ Ձեզ ինչով է բացատրվում նրանց այս խուսափողական, այս խնդրի մասին չբարձրացնելու քաղաքականությունը։ Ես կարծում եմ, ոչ թե սա խուսափողական քաղաքականություն է, այլ եթե ուղիղ եւ ճիշտ ասենք բնորոշենք երևույթը, պետք է ասենք, որ Հայաստանի եւ Բաքվի ղեկավարությունը իրար հետ ներդաշնակ սինխրոն աշխատում են։ Հիմա տեսեք, այդ ղեկավարության մեկ մասը ձերբակալված է Բաքվի բանտում, մեկ մասն էլ հալածվում է Երևանում, Երևանի բանտում է եւ այլն։ Հայաստանի ղեկավարությունը, այո, երբեք, գուցե մի երկու ձևական հայտարարություններ այդպես ընդհանուր եղել է, երբեք հետաքրքրություն ցույց չտվեց այս հարցի վերաբերյալ։ Ինչ է նշանակում, որ այո, Բաքվի հետ միասին գործում են եւ այս ձևերով նաեւ ոչնչացվում է Արցախ երևույթը, Արցախի պահանջատիրությունը, ըստ էության ինչ է սրա էությունը այս դատավարությունների։ Բաքվի միապետը սրանով ուզում են ապացուցել, ուզում են փոխել, նենգափոխել երևույթը եւ ասել, որ այս մարդիկ քրեական հանցագործներ են, որոնք, չգիտեմ, քրեական հանցանք են գործադրել Արցախում եւ հիմա որպես քրեական հանցագործներ դատվում են, այսինքն ոչնչացնում է Արցախի որպես ժողովրդի ինքնորոշման շարժում իր արդյունքներով եւ այլն, այդ ամեն ինչը փորձ արվում նենգափոխել, ոչնչացնել եւ այսպես վերածել քրեական հանցագործության։ Անջատողականներ էին, արկածախնդիրներ էին, ահաբեկիչներ էին, չգիտեմ ինչ էին։ Եվ նայենք Հայաստանի ղեկավարությունն ինչ ասում։ Հայաստանի ղեկավարությունն էլ ասում է նույն բանը։ Ինչու Ադրբեջանը կարողացավ կազմակերպի 2023 թվականի սեպտեմբերի ջարդը, ինչու հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանին մասնակազմում, հենց նրա համար, այսինքն սա բխում է այն ինչ որ Բաքուն անում է, բխում է Հայաստանի իշխանության քաղաքականությունից, հենց այս հայտարարությունից։ Եթե Ադրբեջանի մասը Արցախը, ուրեմն իսկապես ստացվում է, որ այս մարդիկ հանցագործներ են։ Այսինքն Հայաստանի իշխանությունը նպաստում է հայ քաղբանտարկյալների այս կտանքներին, այս անարդար, այս խայտառակ դատավարության իրականացմանը, որ Բաքուն կատարում է։ Սա է Հայաստանի իշխանության դիրքորոշումը եւ այո, մի շարք նաեւ այդ տեսակ հայտարարություններ եղան, որ ամենայն հավանականությամբ նաեւ իրար հետ ճշտել են ում կարելի է ձերբակալել, ում չի կարելի ձերբակալել, ում չարժի ձերբակալել։ Արցախի մի շարք ղեկավարներ, հիմա չեմ ասում բոլորը, բայց կարող էին նաև ուրիշների ձերբակալել, բայց հատկապես որոշ մարդիկ կան, որոշ մի քանի մարդ կան, չասեմ այդպես, բայց որ հավանաբար կարիքը չկար։ Սա քաղաքական հաշվեհարդար է եւ նորից ասեմ Հայաստանի իշխանությունը ամեն ինչ արեց, որ այդպես լինի։ Եկեք հիշեցնեմ, ամսի 2023 թվականի, երբ որ սեպտեմբերին պատերազմը սկսվեց եւ միամտաբար էր ինչ էր արտգործնախարար Միրզոյանը հայտարարություն արեց այնտեղ ժողովրդի անվտանգության հարցով եւ այլն, անմիջապես դրանից հետո շնչասպառ լինելով իրեն գցեց միկրոֆոնների առաջ Նիկոլ Փաշինյանը եւ ասեց, որ այդ ժողովրդին ոչինչ չի սպառնում։ Ոչինչ չի սպառնում։ Ուրեմն այսօր էլ ասում է թոք էր, թոկով գցել էին Հայաստանի վզից։ Այս մարդը Արցախի թշնամին է, հետեւաբար նաեւ Արցախի համար պայքարած
մեր գործիչների, մեր հերոսների, մեր հայրենակիցների թշնամին է եւ իրեն ձեռքը տալիս, որովհետեւ վախեցավ, որ եթե գան Հայաստան, գուցե դա նաեւ իր իշխանությանը վտանգ ներկայացնի իր իշխանության համար։ Տեսնում ենք, որ երբեմն նույն ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց լինում են գերիների վերադարձի ապրելու երկիրը Ռուբեն Վարդանյանի, որ հարձակվի մեջ էր ակցիաներ էր անում, հա, բողոքի ցույցեր, անգամ Մանեթ Համիլյանը հացադուլ արեց նշան բողոքի, հա, բայց որևէ արդյունք էական գործնականորեն մենք տևական ժամանակ չենք տեսնում եւ այստեղ հավաքվել, նամակ հանձնել, պահանջ ներկայացնել, այսպես կարող է որևէ արդյունք տա, ակնկալիքները դեր ինչպես։ Գիտեք ինչ, մենք չենք կարող չպայքարենք մեր իրավունքների համար։ Եթե մենք չպայքարենք, մեր երկրում մեզ ոչնչացնելու են, մեր երկրում մեզ դարձնելու են անօրինական բնակիչներ, ինչպես որ այսօր Ադրբեջանը հայտարարում է, չէ՞։ Չի եղել, սա հայկական չի եղել, սա եղել է Ադրբեջան, մենք այստեղ քոչվորներ ենք, իրենց երկիրն է, այս ամենը նույն Այո, ինչա պատասխանում դրան Հայաստանի իշխանությունը։ Ոչինչ, Հայաստանի իշխանությունը ներսում քանդում է այն կառույցները, որոնք Ադրբեջանին, մեր թշնամիներին խանգարում են Հայաստանը վերջնականապես կլանելու, ինչպես արեցին Արցախին հետ։ Հիմա մինչև ՄԱԿ-ին քննադատելը եւ եվրոպական կառույցներին եւ համաշխարհային միջազգային կառույցներին, որի իրավունքը մենք ունենք, որովհետեւ տեսնում ենք, որ երկակի ստանդարտներ են կիրառվում, մենք պիտի առաջին հերթին նայենք մեր իշխանությունն ինչ անում։ Այս հարցը, այս դատը Հայաստանի իշխանության պարտականություններ առաջ տանելու, որը մատը մատին չի խփել։ Հիմա նրանք էլ ասում են, եթե ձեր երկիրը պաշտոնապես, ձեր պետությունը պաշտոնապես այս խնդիրներին տեր չի։ Դա էլ իրենց պատճառաբանությունն է, իրավունք ունեն, հարցի տակից այդպես դուրս են գալի։ Ուրեմն մենք ինչ անենք, այսինքն իշխանությունը շատ փաստարկներ կան, սկսած Արցախից նկատմամբ ցեղասպանական գործողություններից, որ մենք պիտի այդ աղմուկը, այդ փաստաթղթերով պիտի գնայինք եւ ծեծեինք, ջարդեինք բոլոր միջազգային ամբիոնները եւ ասեինք, տեսեք թե ինչ է կատարվում։ Դուք աշխարհի որևէ անկյունում որևէ մի անձի, չգիտեմ, սեռական կամ այլ իրավունքները պաշտպանելու համար կարող եք պատերազմ հայտարարել, կարող եք, չգիտեմ, ինչ աղմուկ բարձրացնել, բայց այստեղ մի ամբողջ ժողովրդի իրենց երկրից արտաքսեցին։ Ցեղասպանությունը շարունակվում է այսօր հուշարձանների նկատմամբ, այսինքն ինքնության անձնագրի նկատմամբ, ինքնության հայկական իրենց ինքնության փաստերի նկատմամբ եւ աշխարհը լուր է դրա նկատմամբ, բայց այս աշխարհը եւ միջազգային կազմակերպություններին մեղադրելու հարց չեմ տեսնում, մինչև այն պահը, որ Հայաստանի իշխանությունը, այսինքն Հայաստանի ներկայացուցիչները ցավոք ոչ բարով այս իշխանությունն է այսօր ներկայացնում Հայաստանը, պաշտոնական Հայաստանը։ Տեր չի իր դատին, ուրեմն ինքը որպես ինչա նստած այդտեղ, եթե խրտվիլակ է, հասկանանք խրտվիլակին, եթե իշխանություն են, իրանք պարտավոր են պաշտպանել իրենց ժողովրդի, իրենց հողի շահը։